Աստղաբան Թամարա Գլոբան հրապարակել է 2026 թվականի կանխատեսումը եւ առանձնացրել մեկ կենթանակերպի նշան, որի համար գալիք տարին կլինի ցանկությունների իրականացման ժամանակ։ Սա ցուլն է, որը կզգա դրամատիկ փոփոխություններ իր կյանքի բոլոր ոլորտներում։ Աստղաբանի խոսքով մոլորակների բարենպաստ դասավորությունը կստեղծի եզակի էներգետիկ կոնֆիգուրացիա, որը չի կրկնվի հաջորդ 12 տարիների ընթացքում։ Գլոբան պարզաբանել է, որ Յուպիտերի դիրքը խեցգետնի մեջ 2026 թվականի մայիսից սկսած ցուլի համար կբացի ֆինանսական հնարավորություններ, որոնց մասին նրանք երբեք չէին երազեր։ Այս նշանի ներկայացուցիչները կկարողանան իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք տարիներ շարունակ հետաձգել էին միջոցների կամ վստահության պակասի պատճառով։ Աստղաբանը շեշտում է, որ խոսքը վիճատախաղի շահումների մասին չէ, այլ իրենց տաղանդների եւ հմտությունների միջոցով գումար վաստակելու կոնկրետ հնարավորությունների մասին։ Կարիերայի առաջխաղացումը կլինի ցուլի գլխավոր ակտիվը 2026 թվականին։ Գարնանը ազդեցիկ մարդիկ կնկատեն նրանց եւ կառաջարկեն շահավետ գործընկերություններ կամ առաջխաղացումներ։ Գլոբան խորհուրդ է տալիս չմերժել անսպասելի առաջարկները, նույնիսկ եթե դրանք ռիսկային են թվում։ Սրանք են, որոնք կբերեն ամենամեծ օգուտները։ Հատկապես բարենպաստ կլինի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածը, երբ կբացվեն այն դռները, որոնց վրա ցուլը թակել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նրանց անձնական կյանքը նույնպես կվերափոխվի։ Միայնակ ցուլերը կհանդիպեն մեկի, որի հետ ցանկանում են լուրջ հարաբերություններ կառուցել։ Աստղագուշակը նշում է ժամադրությունների համար կոնկրետ ամիսներ՝ ապրիլ, հուլիս եւ սեպտեմբեր։ Արդեն հարաբերությունների մեջ գտնվողները կհասնեն իրենց զուգընկերոջ հետ փոխըմբռնման նոր մակարդակի։ Հնարավոր են ամուսնության առաջարկներ, համատեղ տուն տեղափոխվելու կամ նույնիսկ ընտանիքի համալրման առաջարկներ։ Գլոբան զգուշացնում է, որ այս հնարավորությունից օգտվելու համար ցուլը ստիպված կլինի դուրս գալ իր հարմարավետության գոտուց։ Այս նշանի անշարժ նստելու եւ ամեն ինչի լավանալուն սպասելու սովորությունը 2026 թվականին չի աշխատի։ Տիեզերքը հնարավորություններ կընձեռի, բայց դրանք պետք է ինքնուրույն օգտագործել։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս 2025 թվականի վերջի համար նպատակների ցանկ կազմել եւ հունվարի առաջին օրերից սկսել աշխատել դրանց ուղղությամբ։ Ցուլի առողջությունը կբարելավվի, եթե նրանք վերջապես հոգ տանեն իրենց մասին։ Մարմինը կստանա էներգիայի հզոր խթան, որը կօգնի հաղթահարել քրոնիկ խնդիրները։ Գլխավորը մարմնի ազդանշանները չանտեսելն է եւ անհապաղ դիմել մասնագիտական օգնության։ Գլոբան խորհուրդ է տալիս տարվա սկզբին լիարժեք ստուգում անցնել, հնարավոր խափանումները կանխելու համար։ Ստեղծագործ ցուլերը կհայտնաբերեն այնպիսի տաղանդներ, որոնց մասին երբեք չգիտեին։ Հոբիները կարող են վերածվել եկամտի աղբյուրի, իսկ վաղեմի գաղափարները հաջողդած զահաթծերի։ Աստղագուշակը խրախուսում է նրանց չվախենալ աշխարհին ցույց տալ իրենց աշխատանքը եւ կիսվել իրենց հմտություններով։ Սա է, ինչը կգրավի ճիշտ մարդկանց եւ հնարավորություններ։ 2026 թվականը կփորձարկի ցուլի պատրաստակամությունը փոփոխությունների նկատմամբ։ Նրանք, ովքեր ընդունում են փոփոխությունները, կհասնեն այն ամենին, ինչին ձգտում են։ Մնացածը ռիսկի են դիմում բաց թողել այն հնարավորությունը, որը շուտով չի վերադառնա։ Գլոբան ընդգծում է, որ աստղերն են ստեղծում հնարավորություններ, բայց անհատի որոշումն է՝ օգտվեի դրանցից թե ոչ։ Հաջորդ տարին ցուլի համար կլինի փոխակերպման պահ, որից հետո նրանց կյանքը երբեք նույնը չի լինի։ 3 կենթանակերպի նշաններ, որոնց 2025 թվականի դեկտեմբերին կտրուկ փոփոխություններ կլինեն։ Դեկտեմբերը գալիս է ինչպես լուր խմբագիր։ Տարվա էջերը հավաքվում են, եւ նրանք, ովքեր ուշադրություն են դարձնում նշաններին, հնարավորություն ունեն ուղումներ կատարելու նախքան գիրքը կազմվելը։ Ոմանց համար սա պարզապես ցիկլի ավարտ է, մյուսների համար նոր պատմության սկիզբ, որտեղ հին սովորությունները զիջում են իրենց տեղը համարձակ եւ մտածված գործողություններ պահանջող հանգամանքներին։ Ցուլ աշխատանքային վերածնունդ, որտեղ հիմքերը փորձարկվում են։ Այս ամիս ցուլի աշխատանքային օրակարգը կփոխվի ոչ թե կմահաճույքով, այլ իրական գործոնների ճնշման տակ, թիմի վերակազմակերպում, նոր նախագծի ի հայտ գալը կամ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու առաջարկ։ Ցուլի համար նման իրադարձությունները կայունության փորձություն են եւ միաժամանակ հնարավորություն ցույց տալու, որ ձեր հուսալիությունը դառնում է ռեսուրս։ Գլխավորը այս իրադարձությունները չընկալել որպես պարզապես սպառնալիք։ Փոփոխությունները կբացեն ձեր դերը վերագնահատելու եւ ձեր վարձատրությունը, ժամանակը եւ ներդրումը վերահաշվարկելու հնարավորություն։ Ամենակարևոր խնդիրը հիմքը պահպանելն է։ Ֆինանսական անվտանգություն եւ սպասումների հստակ ըմբռնում։ Գործնականում սա նշանակում է ձեր փաստաթղթերի կազմակերպում եւ սահմանների հստակ սահմանում։ Վերանայեք ձեր պարտականությունները, փաստաթղթավորեք հիմնական ցուցանիշները եւ նախապես քննարկեք անցումային պայմանները, եթե սպասվում է կարգավիճակի փոփոխություն։ Մի անտեսեք ձեր պահուստները։ Նույնիսկ եթե առաջարկը գրավիչ է թվում, օգտակար է ունենալ պլան B եւ պատկերացում այն մասին, թե ինչ պարտավորություններ եք պատրաստ ընդունել։
Եթե կարիերայի առաջխաղման հնարավորություն ստեղծվի, պատրաստ եղեք արդարացնել ձեր տեսողությունը։ Կատարողականի տվյալները, կոնկրետ դեպքերի ուսումնասիրությունները եւ իրատեսական ճանապարհաքարտեզը կամրապնդեն ձեր դիրքերը եւ կօգնեն քաոսը վերածել բիզնեսի հաջողության։ Կույս. փոփոխության համար հանգիստ նախապատրաստություն։ Կույսի համար դեկտեմբերը ծառայում է որպես նախապատրաստական շրջան 2026 թվականին նախատեսված աշխատանքային փոփոխությունից առաջ։ Դա զգույշ քայլերի եւ լավ մտածված որոշումների ժամանակ է։ Չնայած դուք չեք շտապում գործերում, արժե օպտիմալացնել այն ամենը, ինչը կարող է անցումը դարձնել ավելի հարթ։ Սա վերաբերում է ձեր մասնագիտական պորտֆելիոյին, ձեր կապերին եւ ձեր ներքին նախագծերին, որոնք իդեալականորեն պետք է հասցնեք այնպիսի կետի, որտեղ դրանք կարող են փոխանցվել առանց կորստի։ Կույսերի համար կարևոր է մեթոդական մոտեցումը։ Մի հրաժարվեք սկսածից, բայց մի կանգ առեք այն ոլորտներում, որտեղ աճը սահմանափակ է։ Գործնական առումով սա նշանակում է աշխատել ձեր տեսանելիության վրա, թարմացրեք ձեր ռեզյումեն, կազմակերպեք ձեր աշխատանքային նմուշները, հավաքեք հղումներ եւ սկսեք ուշադիր ընդլայնել ձեր մասնագիտական ցանցը, առանց կորցնելու ձեր հարաբերությունների որակը։ Միևնույն ժամանակ անցկացրեք հմտությունների աուդիտ, ինչ կարողություններ են պահանջվում 2026 թվականի ցանկալի պաշտոնի համար եւ դրանցից որոնք կարելի է բարելավել դեկտեմբերին դասընթացների, մինի նախագծերի կամ մենթորական նիստերի միջոցով։ Պլանավորեք ձեր ժամանակացույցը, տեղ թողնելով ընթացիկ առաջադրանքներ կատարելու համար։ Վառված լուցկիով հեռանալը չի բարձրացնի ձեր հեղինակությունը։ Այս ամսվա ձեր ուժեղ կողմն է նախապատրաստությունն է, որքան ավելի ուշադիր պլանավորեք ձեր անցումը, այնքան քիչ անակնկալների կհանդիպեք այդ պահին։ Ձկներ. վերածնունդ թիմում, աշխատոնք եւ թիմ նոր տեսանկյունից։ Ձկների համար դեկտեմբերը կբերի թիմի եւ աշխատանքային հարաբերությունների հետ կապված փոփոխություններ, ինչ որ մեկը կստանձնի հիմնական դերեր, ինչ որ մեկը կհեռանա, գործընթացները կվերակազմակերպվեն, եւ այս ամենի մեջ դուք հնարավորություն կունենաք ստանձնել ավելի տեսանելի եւ նշանակալի դեր։ Այս փոփոխությունները ազդում են ոչ միայն պաշտոնական դերերի վրա, այլև հուզական մթնոլորտի վրա։ Սա հնարավորություն է վերակառուցելու ձեր գործընկերների հետ ձեր փոխազդեցության ձևը, որպեսզի աշխատանքը դառնա ավելի իմաստնային եւ արդյունավետ։ Ձկները իրենց զգայունությամբ եւ տրամադրությունները կարդալու ունակությամբ կարող են հանդես գալ կապող օղակների դերում, որոնք օգնեն թիմին այս վերափոխման ընթացքում։ Գործնական առումով սա ակտիվ հաղորդակցման շրջան է։ Պաշտոնացրեք համաձայնագրերը, առաջարկեք կանոնավոր հանդիպումների ձևաչափեր եւ թափանցիկ ընթացակարգեր առաջադրանքների հանձնելու համար, որպեսզի հուզական լարվածությունը չվերածվի անդառնալի կորստների։